Պարոն Նասիրյան, իսկ ադրբեջանական եթե ծանոթում են Ստամբուլ, ոնց է այդ ընթացակարգը։ Հիմա այդ մարդիկ մնացել են Հայաստանում, թե նորից Ովքեր։ Ում որ ծանոթում են։ Ես հարցին պատասխանեցի, արդեն ես տեղյակ չեմ։ Մարդիկ ծանոթվել են, չեն ծանոթվել։ Եթե ծանոթում եք, Եթե կան մասնակցեն վարժական հավաքների, բարով կան, իրենց 25 օրը կծառայեն Հայաստանի Հանրապետությանը եւ կգնան։ Պարոն Նասիրյան, իսկ ադրբեջանական զորքը ի վերջո ջերմուկի դիրքերում շատ ամրապնդվեց այս տարիների ընթացքում։ Ամրաշինական աշխատանքների մասին ընդդիմադիրներն էին մշտապես ահազանգում, որ բացի դիրքերից այնտեղ բազմաթիվ ենթակառուցվածքներ են պատրաստվել եւ կառուցվել։ Շատ են ամրապնդվել, այսինքն այդ ամրաշինական աշխատանքները իսկապես շատ են իրականացվել։ Ամրաշինական աշխատանքների իրականացումը դա ինժեներական ապահովման տեսակի բաղկացուցիչ մաս է, որը զորքը այս կամ այն վայրում տեղակայվելուց ինքը պետք է իրականացնի։ Իսկ մեր նաև պարտականությունն է, որ դրա մասին, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական զորքերի զինուժի կողմից աշխատանքներ իրականացնելուց մենք էլ ահազանգ ենք։ Ու մենք դա ահազանգում ենք համապատասխան ճանապարհներով։ Ես խնդրում եմ այդ հարցին չանդրադառնալ։ Այո, ես եմ ասել, այդ պահին պետք էր դա ասել, ու ես չեմ բարձրաձայնի հանրության առջև, ինչու եմ ասել, ես եմ ասել, ես չեմ զլանում, դա հաստատել, որ ասել եմ, դա պետք էր այդ պահին ասել, իսկ թե ինչու, ես դա չեմ ասի, դա կմնա իմ մեջ, իսկ այժմ Շատ, այսինքն դուք ասում եք, մենք ահազանգում ենք այդ ամրաշինական աշխատանքները, շատ է, այսինքն ենթակառուցվածքները իսկապես շատ են ինժեներական եւ այլն իրականացվում այդ տարածքներում։ Քանակական ես չեմ կարող ասել ինչքան է, դա ճիշտն ասած, Չէ, քանակ չէ, ես չեմ կարող ասել։ Ու պատկերը այն է, որ իրենք գտնվում են, մտահոգիչ այն է, որ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ բազմից անգամ լսել եք, ասել ենք, ես էլ եմ ասել, գերատեսչության ղեկավարն էլ, Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ, որ մենք աշխատելու ենք, որ սահմանազատման սահմանագծման արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ամբողջականությունը վերականգնվի։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։